Ես նշեմ, որ մեր կողմից ներկայացվի քաղաքացիական հայց եւ կխնդրեմ դրա դեպքում անձանց մասնավորապես Լուսինե Ավետիսյանի, Անահիտ Կոշտարյանի, Անվանիկ Պողոսյանի եւ Դարեն Պողոսյանի ճանաչել քաղաքացիական հայցով, իսկ քաղաքացիական պատասխանով ճանաչել ուսուցանի դաշնությանը։ Բեմական գործողությունների հետևանքով պատճառել է բարական վնաս, որը ունեցության համաձայն ենթակայել հարուսման։ Անդրադառնալով ոչ նույնական վնասի հարուսման չափի, հարկ է նշել, որ կատարված մասնագիտության հետևանքով սպանվել են ամբողջ բաղկացած 7 անձից, որոնց թվում 2 մանրահասակ երեխաներ, 4 տարեկան եւ 6 ամսական։ Ընտանիքի 6 անդամները սպանվել են դասերով արձակված գրակացներից, իսկ մանրահասակ Սերոժ Ավետիսյանը սպանվել է առանձնահատիկ դաշնությամբ։ Նշված հանցագործությունները հանգեցրել են ծանր հետևանքների, 7 անդամից բաղկացած մի ամբողջ ընտանիքի կյանքից զրկման հետևաբար նամապայմաններով, հաշվառնալով պատճառած բարոյական վնասը եւ տառապանք։ 7 անձի անդամների կորուստը, այդ թվում 2 մանրահասակ երեխաների դաշնության սպանությունը, հատկապես 6 ամսական Սերոժ Ավետիսյանի առանձին դաշնության սպանությունը սպիտանակի հարվածներով։ Ուստի գտնում ենք, որ տվյալ դեպքում ոչ նույնական վնասի հարուցման չափ պետք է սահմանել ընտանիքի յուրաքանչյուր չափած անդամի մասով 50,000 եվրո նամաշեր պետրագումար, իսկ մանրահասակ Հասմիկ Ավետիսյանի եւ Սերոժ Ավետիսյանի յուրաքանչյուր երեխայի մասով 100,000 եվրո նամաշեր պետրագումար։ Ելնող գրագրավից խնդրում ենք դաշնությունից բռնագրազել փոքր Լուսինե Ավետիսյանի 100,000 եվրո նամաշեր պետրագումար, փոքր Անահիտ Կոշտարյանի 100,000 եվրո նամաշեր պետրագումար, փոքր Անահիտ Պողոսյանի 125,000 եվրո նամաշեր պետրագումար, փոքր Դարեն Պողոսյանի 125,000 եվրո նամաշեր պետրագումար, որպես Արիտ Ավետիսյանի, Հասմիկ Ավետիսյանի, Սերոժ Ավետիսյանի, Արմեն Ավետիսյանի, Արաքսե Պողոսյանի, Մանրահասակ Հասմիկ Ավետիսյանի եւ Սերոժ Ավետիսյանի սպանության հետևանքով պատճառված ոչ նույնական վնասի հարուցում։ Այդան որոշում է կայացնում դժողի իրավահաջորդներին կախայտոր ճանաչելու եւ որպես ներկայացուցիչ Նարմազ Կիլյանի երաշխավորությունը կա, իսկ պատասխանողը նշված է ռուսական դաշնություն։ Կթարգմանվի, կուղարկվի պատասխանը սպասվի, մոտավորապես բավականին ժամանակ